Վերջին օրերի զարգացումները «Վերջին զանգը» սերիալում ոչ միայն սրվում են, այլ նաև դառնում են իրական դրամատիկ ճգնաժամի գագաթնակետը։ Սոցիալական ցանցերում տարածված կադրերը միայն մի բան են հաստատում. հեռուստադիտողին սպասվում է իսկական հուզական պայթյուն, լարվածություն և, վերջապես, երկար ժամանակ թաքնված ճշմարտությունների բացահայտում։ Ուշ ժամերին երեկոյան սերիալի ստեղծագործական թիմի կողմից Ինստագրամում հրապարակված կարճ տեսանյութն արդեն հասցրել է հազարավոր դիտումներ հավաքել։ Տեսանյութում երևում է Սոսը խիստ դեմքով, զենքը ձեռքին, դիմացը Անետն է, ով արտասվելով աղաչում է, որ հանկարծ Սոսը չկրակի։ Տեսարանը ոչ միայն զգացմունքային է, այլ նաև խորհրդավոր. ոչ խոսքեր, ոչ բացահայտումներ, միայն լռություն, լաց ու զենքի խուլ ձայն։ Հարցը մեկն է, թե ինչ է կատարվում։ Հեռուստասերիալի ստեղծագործական թիմի անդամներն Ինստագրամի պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում հարց են ուղղել հետևորդներին, թե ում վրա է զենքն ուղղել Սոսը։ Հնարավոր սցենարներն են Լիլիթն ու Բագրատը։ Հետևորդների և վերլուծաբանների մեկնաբանությունները բաժանվում են մի քանի ուղղությամբ։ Շատերը ենթադրում են, որ Սոսի ատրճանակն ուղղված է Լիլիթի վրա։ Նրանց ենթադրությամբ Սոսը վերջապես հասկացել է, որ տարիներ շարունակ ինքը եղել է Լիլիթի խաղերի գործիքը և որ հենց Լիլիթի ազդեցությամբ է նա մերժել իր իսկ ընտանիքը Աննային, և այն ամենակարևոր պահին, երբ Աննան ծննդաբերել ու կորցրել է իր երեխային, նա Աննայի կողքը չի եղել։ Սակայն առավել հավանական սցենարը կապված է Բագրատի հետ։ Նախորդ սերիաներում արդեն ակնարկներ եղել են, որ Բագրատը տարիներ շարունակ եղել է Սոսի կողքին ու խաբել նրան և իրենով արել Սոսի ունեցվածքի մեծ մասը։ Իսկ հիմա տարածվող լուրերը հնարավոր է, որ Սոսը վերջապես պարզել է այդ ճշմարտությունը, որ Բագրատը ոչ միայն խաբել է իրեն, այլ նաև յուրացրել իր ունեցվածքի մեծ մասը, բնականաբար զայրույթ է առաջացրել Սոսի մոտ։ Դա ամենամեծ դավաճանությունն է, որ Սոսը երբևէ ապրել է, և այս դեպքում զենքը ձեռքին կանգնած մարդն արդեն իսկ ոչ միայն Սոսն է, այլ մի ամբողջ կործանված վստահություն։ Նշենք, որ Անետը կանգնած ու խնդրում է, որ հանկարծ չվնասի։ Բնականաբար Անետը կամ Բագրատի, կամ Լիլիթի համար է Սոսին խնդրում։ Նա աղաչում է Սոսին չկրակել, այլ թվում է, թե նա այն մարդն է, ով իմանալով ճշմարտությունը փորձում է կանխել ողբերգությունը։ Միգուցե հենց նա է պարզել ֆինանսական չարաշահումների մասին ու փորձել փոխանցել դա Սոսին, բայց իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Հնարավոր է նաև, որ Անետը հայտնվել է տեսարանի կենտրոնում պատահաբար կամ էլ որպես սրտացավ մարդ, չէ՞ որ Անետը Բագրատի քույրն է և ոչ մի կերպ թույլ չի տա, որպեսզի Բագրատին սպանեն, ինչքանն էլ նա ջղայնացած ու վիրավորված լինի իր հարազատ եղբորից ու նրա դստերից։ Այս տեսարանը ինչ-որ տեղ ունենա դառնում է սերիալի հնարավոր է ամբողջական շրջադարձի պահը։ Եթե Սոսը կրակի, դա կփակի մի ամբողջ դուռ դեպի վերադարձ, ներողություն, հաշտեցում, բայց եթե նա վերջին պահին զսպիր են, ապա կարող է այս քայլով ապացուցել, որ պատրաստ է զիջումների գնալ ու եթե ներողություն խնդրեն իրենից, նաև ներել։ Հնարավոր է, որ կրակոց այդպես էլ տեղի չունենա, կամ էլ կրակոց կհնչի, բայց չի դիպչի թիրախի։ Գուցե սա լինի միայն զգուշացում, գուցե սա լինի վերջին նախազգուշացումը Բագրատին կամ Լիլիթին չշարունակելու կեղծիքն ու դավաճանությունը։ Հրապարակումից անմիջապես հետո երկրպագուներն արդեն սկսել են մեկնաբանել. Սոսը մեր մտքում որպես ուժեղ մարդ է, բայց նաև խոցելի։ Կրակել է, թե ներել։ Անետը պիտի փրկի նրան ոչ թե թշնամուց, այլ իր հարազատ եղբորից։ Բագրատն արժանի է պատժի, բայց արդյոք Սոսն իրավունք ունի ամեն ինչ ինքնուրույն որոշել։ Սոցիալական հարթակներում քննարկումները չեն դադարում, բոլորը սպասում են ինչ կլինի հաջորդ դրվագում, իսկ հաջորդ դրվագները լի են լինելու բազմաթիվ բացահայտումներով, այնպես որ առիթը բաց մի թող բաժանորդագրվիր մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք, թե ինչ է սպասվում հաջորդ սերիաներում։ Երեկ մեր տեսանյութերից մեկում արդեն պատմել էինք, որ բարեբախտաբար Աննայի երեխային ոչինչ չի պատահում ու այսքան ծանր օրերից ու սթրեսներից հետո Աննան լույս աշխարհ է բերում առողջ փոքրիկին՝ իր և Միքայելի որդուն։ Իհարկե, Աննայի համար հեշտ չէ
իմանալով բազմաթիվ գաղտնիքներ, Միքայելի համար երեխա լույս աշխարհ բերել, սակայն երեխան ոչնչով մեղավոր չէ իր ծնողների մեղքերի համար, և բնականաբար նա լույս աշխարհ է գալիս առողջ ու փարթամ։ Նշենք, որ Միքայելն արդեն որոշել է, թե ինչպես է անվանակոչելու իր որդուն, իսկ հեռուստադիտողները դեռ մի փոքր պետք է սպասեն։ Բայց բացի սրանից կան նաև այլ հետաքրքիր բացահայտումներ, որոնք ձեզ կանենք առաջիկա ժամերի ընթացքում։ Ինչ է սպասվում հեռուստասերիալում, ինչպես են Հենրին ու Անգելինան միասին լինելու, ով է բացահայտելու այդ սարսափելի ճշմարտությունը, և արդյոք Հենրին իմանալով ճշմարտությունը կների հորը Միքայելին, և վերջապես ինչ է պատրաստվում անել Լիլիթը, ինչպես է բացահայտելու այս ճշմարտությունը։ Լիլիթը կանգնած է Հենրիի, Ֆաինայի ու Աննայի առջև, ինչ է ասելու նրանց, ինչպես են պատասխանելու այս բոլոր մեղադրանքներին նրանք։ Դե ինչ, մնացեք մեզ հետ, որպեսզի բացահայտենք առաջիկա ժամերին բոլոր գաղտնիքները։